Մгм. Հարցը կապված էր 15:4-ի հետ, այստեղ կոնտեքստի մեջ ուզում եի հասկանայի, այստեղ որ ասում է, որովհետև ինչ որ սկզբից գրվեց, մեր սովորելու համար գրվեց, որ մենք համբերության եւ գրքերի մխիթարության միջոցով հույս ունենանք։ Այսինքն այս երկու խմբի մարդիկ, որ կան տկար եւ թույլ։ Շարունակեմ, թե այսքանը ասես։ Տկար եւ ուժեղ։ Չէ, Հա, ասա, ախպեր հա, ես այս ասա։ հա, տկար եւ ուժեղ։ Այսինքն այս համատեքստում սա կոչա, որ տկարն ու ուժեղը վերադառնան գրքին եւ տեսնեն, թե Աստված ինչ ա ուզում, կոնկրետ իրենց հարցի հետ կապված լուծում։ Այսինքն սենց բացատրեց դասախոսը։ Եթե չէ, Мгм. արդյոք կարանք սենց նայենք սա։ Мгм. По поводу 4 стиха есть вопрос. Здесь говорится, одну минуту, сейчас по-русски открою. Мгм. Здесь говорится, чтобы мы терпением и утешением из Писаний сохраняли надежду. То есть это в контексте э, про сильных и немощных и слабых братьев, чтобы они все из Писаний утешались и сохраняли надежду и учились, как себя вести или как это понять. Ի պրոբլեմու լուծել ոնց կլիներ։ Мгм. Ռիշատ։ Դե ասեցի, մгм. Հա։ Ну, я думаю, 4 стих показывает, что мы можем э, подчеркнуть знание, как нам правильно поступать из Божьего Слова. Мгм. И оно может предоставить нам решение, как нам правильно относиться к тем или иным вещам. Մгм. Ես կարծում եմ, որ Աստծո խոսքի վերադառնալը մեզ կօգնի ճիշտ հասկանալ ու ճիշտ վերաբերմունք ունենալ այս կամ այն հարցերին ու խնդիրներին։ Например, когда апостол Павел рассматривает эту же самую тему в 1 Коринфянам, Օրինակ, երբ որ Պողոս առաքյալը այս նույն հարցը քննարկում է առաջին Կորինթացիներին նամակում, 1 Коринфянам 8 глава, առաջին Կորինթացիներին 8 он говорит о идоложертвенных яствах мы знаем, потому что мы все имеем знание, но знание надмевает, и любовь назидает. Արդ կուրդքերին արված զոհերի մասին մեզ հայտնի է, որ բոլորս գիտելիք ունենք, գիտությունը հպարտացնում է, իսկ սերը ամրապնդում է։ Ну, само по себе знание может привести к гордости, это понятно. Ինքն գիտությունը ինք իրենով կարող է բերել հպարտության, դա հասկանալի է։ Но Павел все равно возвращается к знанию. 4 стих. Итак, об употреблении в пищу идоложертвенного мы знаем. Բայց միևնույն է 4-րդ համարում նա էլի վերադառնում է գիտությանը, իսկ ինչ վերաբերում է կուրքին զոհարված բաների ուտելուն, գիտենք, И он обращается к знанию, которое открыто в Писании относительно природы идолов и природы истинного Бога. եւ նա անդրադառնում է այն գիտելիքին, որ գալիս է Սուրբ գրքից, վերաբերական Աստծո բնույթին եւ կուրքերին։ И в 6 стихе он говорит, у нас один Бог Отец, из которого все, и мы для Него, и один Господь Иисус Христос, которым все и мы им. Եվ 6-րդ համարում նա ասում է մեզ համար միայն մեկ Աստված կա, Հայրը, որից է ամեն ինչ, եւ մենք նրանում, եւ մեկտեղ Հիսուս Քրիստոսը, որով է ամեն ինչ, եւ մենք նրանով։ Поэтому, но в 7 стихе он опять говорит, но не у всех такое знание. Բայց 7-րդ համարում էլի է ասում, սակայն ամեն մարդ չէ, որ այս гитությունն ունի։ Ну, если бы у нас всех было одинаковое богословие, мы бы все одинаково смотрели на одни и те же вещи. Եթե մենք բոլորս ունենայինք նույն աստվածաբանությունը, մենք բոլորս նույն կերպով կնայինք իրերին։ Поэтому вопрос с идоложертвенным мясом это только верхушка айсберга. Այսինքն այս կուրքերին զոհարված միսը դա այսբերգի վերևն է, հա, այս սառույցի վերևի հատվածն է, որ երևում է ջրերի վրա։
Проблема в богословии. Այսինքն աստվածաբանության մեջ է խնդիրը։ И поэтому Павел увещевает сильных, которые имеют правильное знание и правильную доктрину, быть чувствительными к тем, которые не твердо стоят на ногах в своем богословии. Եվ Պողոս առաքյալը ուժեղներին կոչ է անում եւ քաջալերում է լինել մ, լինել իրենց հետ կարեկցող, հա, այն մարդկանց հետ, ովքեր որ թույլ են ու այդքան ուժեղ կանգնած չեն իրենց աստվածաբանության վրա։ Поэтому я полагаю, что всегда, скажем, ключом к решению проблемы это не просто сказать ответ, что нужно делать, нужно посмотреть причины или основания, почему так человек думает. Եվ ես կարծում եմ դրա համար միշտ ճիշտ է ոչ թե ուղղակի ասել ինչ պետք է аնել, այլ նայել պատճառը ինչի համար է մարդը այդպես մտածում։ И поэтому, если с любовью жертвовать своей свободой, у нас будет возможность с течением времени и надежда, что мы можем прийти к одному взгляду. Դրա համար եթե մենք սիրով սոհաբերենք մեր ազատությունը, մենք հույս ենք ունենում, որ ժամանակի ընթացքում մենք կգանք այդ ճշմարիտ ազատությանը միասին բոլորով։ Поэтому даже в таких ситуациях есть надежда, мы можем ее подчеркнуть, найти терпение, утешение в ситуации для решения этих трений. Դրա համար մեզ մոտ այս հարցերում էլ կա հույս, մենք կարող ենք այսպես վարվելով իրար հետ գալ միասնության ու այդ լարվածությունը հանել մեջտեղից։ Прежде чем мы продолжим дальше, я думаю, также в контексте этого вопроса христианской свободы часто задается вопрос относительно употребления крови. Միջ առաջ անցնել ես, կարծում եմ նաև այս համատեքստում շատ անգամ քննարկվում է արյունի օգտագործելու կամ ուտելու հարցը։ И у нас в Украине много людей, скажем, употребляют кровь в пищу. У нас есть такое блюдо, как кровянка. Մեր մոտ Ուկրաինայում շատ մարդիկ կան, ովքեր օգտագործում են արյունը ուտելիքի մեջ, մենք այդպիսի ուտելիք ունենք, կոչվում է, այսպես ասած, արյունոտ, կրավյանկա։ Это кровь, перемешанная с рисом или с гречкой, которую завернули в кишки и приготовили. Եվ դա կամ հատկածավար է կամ բրինձ, որը փաթաթված է կամ լցված է աղիքի մեջ եւ դրանով պատրաստվում է։ Я помню, мой отец в детстве это как такая сладость. Ես հիշում եմ հայրս փոքր ժամանակ ասում էր ինչ համեր է։ А мне просто запах мне неприятно было. Իսկ իմ համար անգամ հոտը հաճելի չէր։ Поэтому иногда вопрос, является ли повеление в Писании в том, что как мы должны сегодня относиться с пищей, с кровью. Եվ դրա համար հարցը այսպես է առաջադրում, ինչպես մենք պետք է այսօր վերաբերվենք արյունով ուտելիքին։ Ну, традиционно в баптистских церквях на Украине считается, употреблять в пищу кровь нельзя. Այսօր մկրտական եկեղեցիներում Ուկրաինայում համարում են, որ արյուն օգտագործել չի կարելի։ И обычно ссылка есть не на закон, а на решение Иерусалимского собора в Деянии 15 главе. Եվ դրա պնդումը արվում է ոչ թե օրենքից, այլ Երուսաղեմի ժողովից Գործք առաքելոց 15-րդ գլխում հանդիպող։ И там апостолы, пастора советуют
языческим церквям удерживаться от нескольких вещей по той причине, что во многих городах присутствуют религиозные иудеи, которые чтут закон. Եվ այնտեղ հովիվները ու առաքյալները կոչ են անում հեթանոսական տարածքներում ապաշխարած հավատացյալներին հեռու մնալ արյունից, հաշվի առնելով, որ այդ տարածքներում ապրում են նաև օրենքին տեղյակ հрьяաներ. Поэтому я бы не рассматривал этот запрет как универсальный, а как временное решение в этом историческом эпизоде развития церкви, чтобы поведение язычников не было препятствием для прихода религиозных иудеев к Богу. Դրա համար ես չէի կարծի, որ դա ինչ որ տիեզերական որոշում է համընդհանուր ժամանակային առումով, այլ կասեմ, որ այդ ժամանակաշրջանի համար էր ուղղակի, որ հեթանոսներից դարձածների ապրելակերպը խոչընդոտ չհանդիսանար կրոնական հрьяաների դարձի համար. И вопрос заключается, должны ли мы сегодня прислушиваться к повелению закона? Եվ հարցը նրանում է, որ մենք այսօր պետք է լսենք օրենքի այդ պահանջին, թե ոչ. И, следовательно, тогда возникает вопрос, мы не употребляем кровянку, потому что закон говорит? Եվ հարցը առաջանում մենք այս ուտելիքը կրավյանքան չենք օգտագործում, որովհետև օրենքն է այդպես ասում. Потому что закон, в книге Левит, 17 глава, запрещает есть кровь. Որովհետև Ղևտացիների 17-րդ գլուխն է արգելում օգտագործել արյունը. И также во Второзаконии, 12 глава, говорится о том, что кровь нужно выливать на землю. Նաև երկրորդ օրնաց 14-ն է ասում, որ պետք է արյունը թափվի երկրի վրա ու չպետք է օգտագործվի. Но если мы говорим, что мы как христиане должны исполнять эту букву закона, то почему мы не должны исполнять другую букву закона? Եվ եթե մենք որպես քրիստոնյա ասենք, որ օրենքի այդ գիրը պետք է հետևել, այդ դեպքում ինչի համար որպես քրիստոնյա մենք այլ օրենքի գրվածքներին պետք է չհետևենք. И поэтому я не думаю, что это будет правильным объяснением сказать, что на основании Второзакония, книги Левит и Деяний мы можем сделать вывод, что верующие сегодня должны удерживаться от крови. Դրա համար ես չեմ կարծում, որ դա լավ փաստարկ է, որ մենք ասենք, որ Ղևտացիների երկրորդ օրինացի ու գործառաքելոցի այդ հատվածների հիման վրա պետք է պնդել, որ հավատացյալները պետք է հեռու մնան արյունից. Павел ясно говорит о том, что мы не под законом. Պողոս առաքյալը հստակ ասում է, որ մենք օրենքի տակ չենք. Поэтому я не думаю, что эти отрывки являются основанием для запрета такой практики сегодня. Ես չեմ կարծում, որ այս հատվածները այս գործառույթի արգելող հանգամանքներ են հանդիսանում այսօր. Но мы забыли еще про один отрывок, Бытие 9:4. Բայց մենք նաև մոռացել ենք մի հատվածի մասին 9:4 ծննդոցի. Это повеление, которое Бог дал Ною и всему человечеству еще до закона. Դա պատվեր է, որ Աստված տվել է Նոյին ու ամբողջ մարդկությանը մինչև օրենքի գալը. И мы видим, что после потопа было изменение, теперь Бог позволяет людям употреблять в пищу животных. Մենք տեսնում ենք ջրեղից հետո Աստված թույլ է տալիս կենդանիների օգտագործումը որպես սնունդ.
И в этом контексте он говорит, что вы можете употреблять, но вы должны пролить кровь, вы должны эм, э, вы не можете есть плоти с кровью. Եվ Աստված ասում է, դու կարող եք օգտագործել միսը որպես սնունդ, բայց դուք պետք է իր արյունը թափեք։ И поэтому данное повеление как бы для всего человечества. Այսինքն, այսպես ասած, այս պատվիրանը ամբողջ մարդկության համար է։ Я думаю, что в данном смысле Бог дал это повеление сливать кровь в качестве символизма и уважения к жизни. Ես կարծում եմ, որ Աստված այս պարագայում տվեց այս պատվերը, որ արյունը թափվի ի նշան, այսինքն ուներ սիմվոլիկ նշանակություն եւ արվում է նրա համար, որ մարդը հասկանա կյանքի գինը։ Но я не думаю, что технически и практически возможно приготовить мясо, чтобы оно вообще не содержало крови. Ես կարծում եմ, որ տեխնիկապես հնարավոր չի, որ այնպես միսը պատրաստես, որ ընդհանրապես մեջ արյուն չլինի։ Поэтому как бы вы там его не вымачивали, там все равно останутся клетки крови. Եվ ինչպես էլ որ քամեք, կլինեն այդ նրբաթելերի մեջ արյունները։ Поэтому, мне кажется, дело больше о принципе и отношении и уважении к жизни и творению. Եվ ես դրա համար մտածում եմ, որ այստեղ հարցը կյանքի ու արարչագործության հանդեպ հարգանքն է։ Поэтому я думаю, что прямого употребления, ну, я буду воздерживаться. Եվ ուղիղ, այսպես ասեմ, կարծում եմ ուղիղ օգտագործումից ես ինձ հետ կպահեմ, չեմ ուտի։ Ну, поэтому тема крови это не совсем тема христианской свободы, потому что Писание что-то говорит по этому поводу. Եվ այս արյունի հարցը այդքան էլ քրիստոնեական ազատության հարց չի, որովհետև Սուրբ Գիրքը խոսում է դրա մասին։ Но нам нужно быть верными к библейскому тексту и правильно проделать экзегетику и выводы каждого отрывка. Բայց մենք պետք է հավատարիմ լինենք Աստվածաշնչյան տեքստին եւ ճիշտ անենք մեր էքզեգետիկան։ Но я знаю, что для некоторых верующих это вообще не вопрос, и они считают, я кровь могу употреблять. Բայց ես գիտեմ, որ որոշ հավատացյալների համար դա ընդհանրապես հարց չի, նրանք ասում են ես արյուն էլ կարող եմ օգտագործել որպես սնունդ։ Ну, что ж. Ինչ ասած։ Я, скажем, не буду его называть еретиком, но я не нахожу такого убеждения в Писании, что я имею такую свободу, лично я. Ես նրան հերետիկոս չեմ համարի, բայց ես չեմ կարծում, որ ես ինքս գտնում եմ Սուրբ գրքում նմանատիպ համոզմունքի համար տեղ։ Поэтому, как я сказал Исаия в разговоре, у меня есть две причины, почему я не употребляю. Դրա համար ինչպես ես Եսայի հետ խոսակցության մեջ ասացի, ես երկու պատճառ ունեմ, որ չեմ օգտագործում։ Бытие 9 глава, Ծննդոցի 9-րդ գլուխը и вторая, мне просто не нравится кровянка. եւ երկրորդն էլ ուղղակի ինձ դուր չի գալիս քրիվյանքան։ Вот. Вопросы? Հարցեր կան։ Пока нет. Хорошо. Поехали дальше. Շարժվենք։ С 15 по 21 стих Павел уже, скажем так, начинает садить свой самолет на посадочную полосу. 15-ից 21-ում արդեն Պողոս Արաքյալը իր ինքնաթիռը վայրեջքին է պատրաստում։ Если складывается впечатление, что он его посадит в 15 главе, в 16 будет еще один круг. Եվ եթե այնպեսի տպավորություն լինի, որ իր ինքնաթիռը վայրեջք է կատարելու 15-րդ գլխում, իմացեք, որ 16-րդ գլխում մի պտույտ էլ է անելու։
Но мы видим, что он начинает снова говорить о тех целях и причинах, почему он вообще написал это послание. Եվ նա կխոսի նպատակների մասին ու պատճառների մասին, ինչի համար են ընդհանրապես գրել այս նամակը։ Он чуточку поговорил о своем служении в своем прологе с 1 по, получается, 15 стих. Նա մի քիչ խոսեց դրա մասին իր նախաբանի մեջ առաջինից 15-րդ համարների ժամանակ առաջին գլխի։ Но теперь Павел более широко объясняет, почему он написал письмо и церкви, которую он, собственно, не основывал. Եվ Պողոսը հիմա ավելի լայն է բացատրում այն պատճառը, թե ինչի համար են նա գրել այս նամակը եկեղեցուն, որը ինքը չի հիմնել։ Вопрос на засыпку. А какое еще письмо Павел написал церкви, которую он не основал? Մի հարց տամ հետաքրքիր, էլ ինչ նամակ կա, որ Պողոս առաքյալը գրել է այն եկեղեցուն, որը նա չի հիմնել։ Ես ասենք Сейчас скажем։ Լավոդիկեն Չի գրել աղջիկ։ Լաոդիկեցիս նամակ կա։ Մենք կպետ Կորինթացիներն էր։ Ուսած։ Կարինֆինան։ Չէ, Կորինթացիներ չէ։ Գործքի մեջ ինքը իր միսիոներական ճամփորդության ժամանակ Կորինթոսում լինում է։ Ահա, հիշեցի, չէ, դա չէր։ Կալասյան Կարող Կորինթացիներն էր։ Ահա, Колоссянам. Ասա Կողոսացի։ իրար է 10 Կորինթացի։ Չէ, ուրիշ բանի ամառը։ Հա, Կողոսացիների նամակն է։ Вот, хорошо. Итак, с 14 по 21 мы видим философию служения, и 14-15 стихи Павел дипломатически так начинает говорить. 15-ից 21-ում խոսում է իր ծառայության փիլիսոփայության մասին եւ 15-16-րդ համարում այսպես պաշտոնական կերպով սկսում է խոսել։ Ну, скажем так, я не думаю, что все мы миссионеры, но мы знаем, что на миссионерское дело его трудно совершать, если у тебя нет финансов. Մենք բոլորս միսիոներներ չենք, բայց կարծում հասկանում ենք, որ միսիոներական գործ դժվար է անել, եթե դու գումար չունես։ И поэтому как-то, миссионеру нужно просить деньги. Դրա համար ինչ-որ կերպ միսիոները պետք է գումար ուզի։ Или как пастору церкви проповедовать о том, что церковь должна платить ему деньги. Կամ ոնց պետք է հովիվը կարոզի, որ եկեղեցին իրեն պետք է гумар տա։ Надо пить. Ну, да. И чтобы остаться, скажем так, в хорошем свете, да. Եվ դրանից հետո մնալ լավ լույսի ներքո։ Вы сейчас это научите нам? Ну, для пастора, я думаю, у пастора есть два варианта. Ես կարծում եմ, որ հովիվը ունի երկու տարբերակ։ Один вариант, вы говорите другому пастору, там, Давид, приезжай ко мне в гости, скажи проповедь на эту тему. Առաջին տարբերակը մյուս հովին խնդրում ես, ասում ես օրինակ Դավիթ եղբայր արի մեզ մոթյուր եւ քարոզիր այս թեմայով։ А другой вариант – это проповедовать стих за стихом последовательно послание, где эта тема есть. Կամ էլ վերցնես եւ համար քարոզես այն նամակը, որի մեջ այդ հատվածը կա։ Либо рассказывать, как я был у Давида, что проповедовал, да? Да. Ну, я думаю, это более мудро, нежели просто
вы проповедуете Евангелие, там, и потом, а сегодня, значит, мы поговорим о том, как вы должны мне платить зарплату. Ну, как-то звучит. Ես կարծում դա ավելի իմաստուն տարբերակներ են, քան որ ուղղակի կանգնես եւ ասես մի օր օրինակ ավետարանի քարոզությունից հետո ասես ես այս անգամ որոշել եմ քարոզել, թե դուք ինչի համար ինձ պետք է վճարեք։ А тут Павел в такой ситуации, он этих людей, ну как он этим письмом заочно с ними знакомится. Նա այս նամակով Պողոս Առաքյալը այստեղ հերակա կերպով իրենց հետ ծանոթանում է։ Поэтому он объясняет Евангелие как, ну вот, реклама, это то, что я проповедую, это то, что я делаю. Եվ այստեղ նա ներկայացնում է ավետարանը, որպես այսպես գովազդում է իր քարոզածը, ահա այն ինչ որ ես քարոզում եմ։ Поэтому то, что вы услышали, это ту истину, которую я хочу нести дальше и проповедовать, чтобы другие также ее получили. Այսինքն ես ինչ որ ինձանից լսում եք ավետարանի քարոզչության այս նյութը, սա այն է ինչ որ ես ուզում եմ հասցնել տեղ, որ մնացածներն էլ լսեն։ Поэтому, если вы хотите быть соучастниками моего служения, моего призвания, которое я получил от Бога, присоединяйтесь. Դրա համար եթե դուք ուզում եք որ լինեք ունենաք այն մասնաբաժինը գործի մեջ, որ ես եմ անում Աստծո կողմից ինձ տրված, դուք պետք է միանաք ինձ։ И тут в 14 стихе есть одно слово «наставлять». Եվ այստեղ 14-րդ համարում մի բառ կա խրատել, իմ մոտ ասում է։ Խրատել? Խրատել, да. Хартель, наставлять. И Павел говорит, что я уверен, что, ну как, Бог дал вам необходимое познание, и вы сами имеете способность наставлять друг друга. Եվ այստեղ առաքյալ ասում է ես համոզված եմ, որ դուք ունեք գիտություն, Աստված ձեզ տվել է այն եւ կարող եք դուք իրար խրատել։ Сейчас я хочу напомнить себе греческое слово, которое тут используется. Так. 15, 14. Вот я пока открывал, вспомнил. Так. Նոֆետեո գլոգол. Այստեղ հունարում օգտագործված է նֆետեո բայը։ Если вы слышали относительно интересуетесь темой библейского наставничества, Եթե դուք հետաքրքրված եք Աստվածաշնչյան առաջնորդության թեմայով, то в контексте этой темы иногда говорят о том, что наше наставничество используется это транслитерация иногда этого слова на этическое или на этическое наставление. եւ երբ որ խոսում են այս առաջնորդության գաղափարի մասին, հունարեն այս բառը հենց տրանսլիտերացիայով որպես ալցական дնում են այդ բառի կողքը։ И даже есть сайт Noetic Counseling, что-то такое. Անկամ կարծում եմ այդպիսի կայք կա։ Если я найду. Да, Noetic Counseling. Ну, основателем этого движения является Джей Адамс. Եվ այս կայքի հեղինակը Ջեյ Ադամսն է։ Так, и вы в Википедии можете почитать относительно акцентов, которых придерживается этот подход в христианском наставничестве.
Դուք քրիստոնեական այդ խորհրդատվության, առաջնորդության մեջ կարող եք, եթե ուզում եք խորանալ, կարող եք կարդալ Վիկիպեդիայով, թե ինչ է ասում այս կայքը իրենց մոտեցման մասին։ Вот. Возвращаясь к 14 стиху, я думаю, этот важный стих, который говорит о том, что не только ну, пастор должен заниматься наставничеством, но и другие верующие. Եվ վերադառնալով մեր 14-րդ համարին, այս հատվածը ասում է, որ ոչ միայն հովիվը պետք է զբաղվի այս խորհրդատվությամբ, այլ նաև մնացած հավատացյալները։ И поэтому это приоткрывает двери для служения ну, многим людям и членам церкви. Եվ սա բացում է շատ դռներ եկեղեցու տարբեր անդամների համար։ Помните, когда тесть Моисея увидел, чем занимается Моисей, как он решает вопросы в народе? Հիշում եք, որ Մովսեսի աները տեսավ, թե նա ինչպես է հարցերի այդ պատասխաններով զբաղվում ժողովրդի մեջ։ Весь народ с утра до вечера стоял в очереди, и Моисей, бедный, разбирал все ситуации. Ամբողջ ժողովուրդը առօրից երեկո հերթ էր կանգնած եւ խեղճ Մովսեսը լուծում էր այդ իրավիճակները։ И он ему посоветовал распределить ответственность. Եվ նա խորհուրդ տվեց նրան, որ կիսի պատասխանատվությունը։ И поэтому ну, нам, пасторам, не нужно думать, что мы, скажем так, как пожарники 24/7 должны ну, постоянно ну, решать все вопросы, и кроме нас никто их решить не может. Դրա համար մենք չպետք է մտածենք, որ հովիվներով հանդիսանում ենք 24/7 հրշեջ ծառայություն, որ հարցերը մենակ մենք կարող ենք լուծել, մեզանից բացի ոչ ոք չի կարող դրանք անել։ Нам нужно найти одарованных людей, обучить их истине, и чтобы они были готовы помогать другим. Մենք պետք է ման գանք եւ գտնենք օժտված մարդկանց, սովորեցնենք, որպեսզի իրենք էլ կարողանան օգնել մնացածին։ Да, сестры не могут учить всю церковь с кафедры. Այո, քույրերը չեն կարող ամբողջ եկեղեցուն սովորեցնել ամբիոնից, Но Павел говорит Титу, чтобы старицы, они наставляли молодых женщин. բայց Պողոս Արաքյալը Տիտոսին ասում է, որ տարեց կանայք կարող են խորհրդատվություն անել, այսինքն խորհուրդ տալ երիտասարդ կանանց։ Поэтому с такой точки зрения, ну, скажем так, найдется место всем. Դրա համար այս տեսանկյունից նայելով բոլորի համար էլ տեղ կգտնվի։ Итак, Павел говорит, по сути, как бы вы сами можете ну, себя обеспечить, помочь. Պողոս ասում է, ստերոյթին դուք կարող եք ինքներդ ձեզ օգնել։ 15 стих. Но я писал вам, братья, с некоторой смелостью, отчасти как бы в напоминание вам по данной мне от Бога благодати. 15. Համենայն դեպս ասում է Աստծուց ինձ տրված շնորհքի պատճառով համարձակվեցի որպես հիշեցում որոշ հարցերի շուրջ գրել ձեզ եղբայրներ։ Поэтому это не то, напоминание это не то, что что-то новое, это напоминание уже открытой истины. Այսինքն այս հիշեցումը ինչ որ նոր բան չի, այլ արդեն հայտնի ճշմարտության բացահայտում, այսինքն հիշեցում, թարմացում։ Ну, как апостол, он, имея эту возможность, и, как он говорит, благодать, решил напомнить все эти истины. Եվ այսպես ասած Պողոս լինելով առաքյալ որոշեց հիշեցնել եկեղեցուն այս ճշմարտությունները։ В 16 стихе он описывает характер своего служения как служение священника. Եվ 16-րդ համարում Պողոս առաքյալը իր ծառայությունը նկարագրում է որպես քահանայի ծառայություն։
Поэтому по данной мне от Бога благодати быть служителем Иисуса Христа. Вот это слово «служитель», որ ես Աստծո ավետարանը մատակարելով Հիսուս Քրիստոսի սպասավորը լինեմ, այս սպասավոր բառը ну, от этого слова, наверное, также и в вашем языке есть слово «литургия». не совсем, нет. Не совсем, нет. Ну, ладно. Значит, есть Но украинском... близко есть отношения, но это не происходит от этого слова. Ну, в английском, русском, украинском есть. Անգլերենում, ռուսերենում, ուկրաիներենում այս բառի արմատից ծիսակարգի այդ բառն է առաջ եկել, ծես բառը։ Поэтому это как такой образ, как священника Евангелия. Այսինքն սա здесь у нас это похоже, скорее всего, на диакона, предыдущий, который мы рассматривали. Я понял. Служитель просто, Да. да? Угу. Իսկ այստեղ այս բառը փաստորեն ասոցիացիա ունի, առնչություն ունի այդ քանական ծառայության հետ։ Ну, оно так и переведено служителем. Просто этот диаконос и тургос, да, разные слова в греческом. Այսպես է թարգմանված, բայց ինչ որ վերաբերում է սպասավոր բառին թարգմանությանը մեր մոտ, որ օրինակ հունարեն դիակոնոս բառից է թարգմանված եւ այս бառին, որը լիտուրգոս բառից է թարգմանված, դրանց մեջ տարբերություն կա բնագրում։ И здесь мы видим, что в Ветхом Завете, ну, священники, они жертвы приносят, кого приносит апостол Павел? Жертвы? Да. Ինքը տականում գիտենք, որ քահանաները զոհաբերություն էին բերում։ Պողոս առաքյալն ում է բերում զոհաբերություն կամ ինչ է բերում։ Здесь мы видим, он приносит в жертву язычников. Մենք այստեղ տեսնում ենք, որ նա հեթանոսներին է որպես զոհաբերություն բերում։ Но мы понимаем, что это не в буквальном смысле. Դե պարզ է, որ սա բառացի իմաստով չի։ 12 глава Римлянам говорит, мы должны представить себя в жертву живую. 12-րդ գլուխը հռոմեացիներին մեզ ասում է, որ մենք մեր մարմինները պետք է ներկայացնենք որպես կենդանի զոհ։ Поэтому, проповедуя Евангелие, обращение язычников в вере, покорение их вере, благодаря действию Духа Святого, все это как приятное вот это жертвоприношение, благоухание Богу. Դրա համար այդ ավետարանի քարոզությունը, ծառայությունը հեթանոսների մեջ դրանց դարձը, ապաշխարությունը, ոնց որ այսպես ասած, անուշահոտության պես բարձանում է եւ Աստծուն հաճելի է լինում։ Поэтому мы видим, что апостол Павел, он видит свою миссионерскую работу как акт поклонения и жертвоприношения Богу. Եվ մենք տեսնում ենք, որ Պողոս առաքյալը իր միսիոներական գործունեությունը տեսնում է որպես Աստծուն փառաբանության եւ Աստծո ծառայության կերպ։ Только не говорите об этом язычникам. Մենակ հեթանոսներին չասեք սրա մասին։ Ну, Павел пишет язычникам. Դե Պողոսը գրում է հեթանոսներին։ Это по поводу жертвоприношений. Я не знаю, какие сказки рассказывали в Армении при Советском Союзе, но у нас ходили слухи, что в церковь ходить нельзя, потому что там в жертву людей приносят. Հայաստանի մասով չեմ կարող ասել սովետական միության ժամանակ ինչ հեքիաթներ են պատմվել, բայց մեզ մոտ ասում էին մի գնացեք եկեղեցի, որտեղ այնտեղ զոհաբերություններ են լինում։ У вас что-то такое среди людей говорят неверующих? Ձեզ մոտ նմանատիպ բան կա խոսակցություն անհավատների շրջանակում։ Ну, у нас հիշում ես անգամ ահավոր ավելի բաներ էին խոսում, իբրև աղանդավորները ճիշտ է, դա ուրիշ ուղղություններ, բայց ընդհանուր էին նայում, անգամ իբրև սեռական հարաբերություններ են ունենում իրար հետ։ Հիշում ես, այդպես շատ խոսակցություններ կան։
Ну, у нас, брат говорит, было немного в другом цвете. Там разговоры были, чтобы эти евангельские христиане там делают сексуальное развращение и вещи такие. Ну да, это тоже. Мгм. Свет выключает там. Да. Да, свет Это тоже у включают. вас есть? Ну, сейчас у нас во всей Украине свет выключают. Да. Поэтому, Я это слышал в детстве. да. Ну, Это, по-моему, мормоны, да, были такие? кто? Говорят, что мормоны это вот с этим занимались, и А, они, типа, видели все евангелисты такие. ну я Ну, не понимаю. да, я не слышал, чтобы мормоны это практиковали, но такие обвинения в адрес протестантских церквей, ну, я слышал. Я Կոնկրետ մորմոնների պահով չեմ լսել, բան չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ ավետարանական հավատացյալների հասցեին նմանատիպ մեղադրանքներ շատ կան։ И мы знаем, что э, в Римской империи многие думали, что ранние христиане приносили жертву, потому что они слышали вот эти фразы «вот плоть моя, и кровь моя», и поэтому они, не зная контекста, приходили к выводу, вот чем занимаются христиане. Հռոմեական կայսրության մեջ այդ վաղ ժամանակաշրջանում կային այնպիսի խոսակցություններ, որ քրիստոնյաները զոհաբերությամբ է զբաղվում, որտեղ իրենք լսել էին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են ահա առեք երեք այս էին մարմինը եւ նմանատիպ հատվածներ լսել էին եւ չէին հասկանում համատեքստը, ինչ համատեքստում է դա ասվում ու այդպես խոսակցություններ տարածվում։ Я иногда шучу над людьми, новыми, которые приходят в церковь. Над ними Ну, как над ними? С ними. Ну, ну, часто, ну, неверующие, они слышат эти истории, что жертвы приносят. И поэтому, когда я вижу, там, новые люди пришли, если я понимаю, скажем так, что они понимают, есть немного чувство юмора, то я иногда им говорю: вы первый раз у нас, не волнуйтесь, мы первые 3 раза людей не трогаем. Երբ որ մեր մոտ նոր մարդիկ են գալիս աշխարհից, ես եթե տեսնում եմ, զգում եմ, որ մարդը հումորի զգացում ունի, մոտենում եմ, ասում եմ դուք որ առաջին անգամ եք եկել, մի անհանգստացեք, մենք առաջին 3 անգամը մարդկանց ծեր չենք տալիս։ Ну, да, будьте спокойны, пока все нормально. Ասում եմ անգիստ եք, դեռ ամեն ինչ նորմալ է։ Ну, понятно, что надо быть осторожным, потому что иногда люди воспринимают все буквально. Պետք է մենք իհարկե ուշադիր լինենք, որտեղ ժամանակ առ ժամանակ մարդիկ ամեն ինչ բառացի են հասկանում։ Это у нас в одной церкви есть семья, они постоянно ссорятся. Մի եկեղեցում ընտանիք կա, իրենք միշտ վիճում են իրար հետ։ И дети постоянно, ну, как, им эти конфликты не нравятся. Եվ երեխաներին այդ մշտական կոնֆլիկտները դուր չի գալիս։ И один раз я пришел в эту церковь и вижу детей из этой семьи, они спрашивают: дядя Слава, как у вас дела? Եվ մի անգամ կարծեմ եկեղեցի տեսնում եմ այդ ընտանիքի երեխաներից եւ նրանք ինձ հարցնում են ինչպես է իմ գործերը, ես ասում եմ լավ։ И они говорят: а где ваша жена Оксана? Ու երբ որ ինձ հարցնում են ուր է բա ձեր կինը Օքսանան։ Я говорю: мы поссорились, она осталась дома. Եվ ես ասում եմ մենք կռվեցինք, ինքը տունը մնաց։ Как это пастор и поссорился. Եվ նրանք զարմանում են թե ինչպես
Ոնց կարող է հողիվը վիճել եւ կնոջը թողնել տունը։ Ну, я сказал, говорю, я шучу, но говорю, мы же грешники все. И говорю, иногда мы тоже, может, у нас нет по каким-то вопросам понимания сразу. Եվ ես իհարկե ասում եմ, ես կատակում էի, բայց ասում եմ մենք էլ մեղավոր մարդիկ ենք, շատ հաճախ մենք էլ ենք ունենում այնպիսի հարցեր, որ ընդհանուր հայտարարի դժվար է գալու։ Ну, это хороший момент, я думаю, показать, что, ну, да, иметь конфликт это нехорошо, но мы все грешники, и нам не нужно идеализировать свою жизнь, как будто ну, мы окружены такой святостью, что никакие проблемы нас не касаются. Ես կարծում եմ պետք է ասել, որ մենք այո ժամանակ առ ժամանակ այսպես ասած մենք գործնական սրբության հետ կատարելության հետ չենք ասելու, ժամանակ առ ժամանակ լինում են նմանատիպ իրավիճակներ։ 17 стих. Итак, я могу похвалиться в Иисусе Христе в том, что относится к Богу. 17-րդ համարը հետևաբար պատճառ ունեմ, որ Հիսուս Քրիստոսով Աստծո վերաբերյալ բաներով բարձենամ։ Ибо не осмелюсь сказать что-нибудь такое, чего не совершил Христос через меня в покорении язычников в вере словом или делом. Силой знамений и чудес, силой Духа Божия, так что благовествование Христова распространено мною от Иерусалима и окрестности до Иллирика. Հիմա 18-րդ համարը կկարդամ 1 վայրկյան։ Вы пока перевожу, вы будете комментировать на эту фразу, ибо не осмелюсь сказать что-нибудь такое, чего не совершил Христос через меня. Да. Потому что я слышал разные мнения об этом. Եվ այստեղ անցնում ենք արդեն 18-րդ համարին, ասում է, քանզի չի համարձակվի խոսել այն բաների մասին, որ Հիսուս Քրիստոսն իր միջոցով չի կատարել խոսքով ու գործով հեթանոսներին հնազանդ դարձնելու համար։ Ու քանի որ ես առաջի ձեռք թարգմանողն եմ, միանգամից իմ հարցը տվեցի իրեն։ Ну, смотря на 17 стих, я бы его рассматривал, скажем так, во свете еще двух отрывков. Եվ հաշվի առնելով 17-րդ համարը, ես իրան էլի, այս 18-րդ համարը էլի երկու հատվածների լույսի ներքո կդիտարկեմ։ Ну, в отношении вообще всей нашей жизни после момента оправдания в контексте освящения Павел Филиппийцам 2, 13 или 12, 13. 2, 13, да? Да, 2, 12, 13. 2, 12, 13. Այս մեր քրիստոնեական դարձից հետո մեր սրբացման ընթացքի ապրելու համատեքստում Պողոս Առաքյալը Փիլիպպեցին 2-րդ գլուխ 12-13 համարներում ասում է հետևյալը. Не читать? Ну, в конце 12 стиха Павел говорит: со страхом и трепетом совершайте свое спасение. Այստեղ 12-րդ համարի վերջավորություն ասում է ահով ու դողով գործադրեք ձեր անձերի փրկությունը։ И если вырвать просто эту фразу, ну, выглядит, как будто мы можем своими делами проложить себе путь спасения. Եվ եթե այս համարը հանենք համատեքստից, կստացվի, որ մենք մեր ուժերով, մեր ջանքերով ներդրում ենք ունենում մեր փրկության մեջ։ Но 13 стих Павел дает пояснение, что он имеет в виду. Բայց 13-րդ համարում Պողոս Առաքյալը բացատրում է, թե ինչի նկատի ունի։ Бог производит в нас хотение, то есть желание, и действие, то есть дает силы по своему благоволению. Աստված ինքն է ասում է, որ գործում է մեր մեջ ու իր բարեհաճության համաձայն է դա անում։ Следовательно, мы спасаемся по благодати. Հետևաբար մենք շնորհքի ենք փրկվում, но неотъемлемым плодом и результатом нашего оправдания будет праведная жизнь. բայց մեր այդ փրկության արդարացման անբաժանելի պտուղը կլինի արդար կյանքը։ Ефесянам 2, 8, 9 мы спасены по благодати. Եփեսացիս 2:8-ը մենք փրկված ենք շնորհքով,
Но 10 стих говорит, что мы его творение, созданы во Христе Иисусе на добрые дела, которые Бог предназначил нам исполнять. Բայց 10-րդ համար ասում մենք նրա ձեռքի գործն ենք Քրիստոս Հիսուսով բարի գործեր գործելու համար։ Следовательно, Бог ожидает от нас и запланировал определенные дела, которые нам предстоит совершить. Աստված որոշակի գործողությունները մեր համար նախապատրաստել, որ մենք պետք է դրանք անենք։ Но 13 стих 2 Филиппийцам говорит, что само желание и возможность совершить действие дает Бог. Բայց Փիլիպպեսների 2:13-ում ասում է, որ մի վարքյան ուր է այդ արտահայտությունը, այդ կամենալը տալիս է Աստված։ Поэтому, если есть что-то доброе, скажем так, после моего обращения, за что, чем можно похвалиться, это только то, что Бог сделал через меня. Այսինքն փրկությունից հետո այն ինչ որ ինձ մնում է բարձրանալու, դա այն է ինչ որ Աստված է արել իմ միջոցով կամ իմ մեջ։ И также, сейчас, 1 Коринфянам. Նույնպես առաջին Կորինթացիների նամակից Да, 1 Коринфянам 15 глава, 10 стих. 15-10 Павел говорит, что я раньше гнал церковь, недостойно называться апостолом. В 10 стихе, но благодатью Божией есть то, что есть. И благодать не была напрасной. Я более всех потрудился. ու 9-րդ համարում Պողոս ասում է, որ նախկինում Աստծո եկեղեցին հալածել է ու 10-րդ համարը գալիս է ասելու, սակայն ինչ որ եմ Աստծո շնորհքով եմ եւ նրա շնորհքը, որ ին վրա է, իզուր չեղավ։ И потом он добавляет, впрочем, не я, а благодать Божия, которая со мной. Եվ ամենավերջի հատվածը 10-րդ համարին ավելացնում է, սակայն ոչ թե ես, այլ Աստծո шնորհքը, որ ինձ հետ էր։ И поэтому, возвращаясь 15:7, во свете этих отрывков, Павел признает, что если есть какой-то вот этот результат, это чем я могу ухвалиться, это только то, что Бог через меня сделал. Եվ վերադառնանք մեր 15-րդ գլխին Հռոմեացիների 17-րդ համար ասում է հետեւաբար պատճառ ունեմ, որ Հիսուս Քրիստոսով Աստծո վերաբերյալ բաներով բարձրանամ։ Այս նույն միտքն էր, որ նոր կարդացինք, այսինքն իմ բարձրանալու տեղը նրանում է, ինչ որ Աստված է իմ միջոցով արել։ А какой другой взгляд? Я просто Другой взгляд, не комментатор, я просто это слышал, что часто проповедники старые, ну, говорят, что ты должен иметь какого-то опыта определенного, чтобы мог проповедовать. То есть, если у тебя в жизни не было реально этот отрывок, из которого ты проповедуешь, ты не должен это проповедовать. То есть это если с тобой не случилось, ты не можешь это проповедовать. Этот вопрос я слышал. Я просто не вижу, как этот непосредственно к этому тексту относится. Но да, вопрос интересный. Ну, мой ответ будет тот, что некоторые отрывки ты просто не можешь иметь опыт. Այսպիսի մի չեմ ասի, որ այնց հաստատված տեսակետ է հենց այս համարի հետ կապված, ուղղակի մարդիկ կան, որ մեջ են բերում այս հատվածը, ասելով, որ դու եթե ուզում ես քարոզիչ դառնալ, հա, որոշակի փորձառություն պետք է ունենաս, տարիք պետք է ունենաս, որ կարողանաս վստահ ասել, որ այն ինչ հատվածից, որ դու քարոզում ես, դա քո հետ տեղի է արդեն ունեցել կամ Աստված արել է դա քո միջոցով։ Եվ պատասխանը հնչեց այնպես, որ հասկանալի է իրենց ասածը, բայց հասկանալի չէ թե այս հատվածից ոնց կարելի է այդ եզրահանգմանը գալ։
например, если пастор, он одинокий и никогда не был в браке, такое Օրինակ, возможно? եթե հովիվ է, միայնակ հովիվ է, այսինքն ինքը երբեք ամուսնացած չի եղել։ То получается, он не может наставлять семью. Այսինքն ստացվում է, որ չի կարող ընտանիքին խորհրդատվություն տալ։ Он не может дать наставление, как воспитывать детей. Չի կարող խորհուրդ տալ ոնց երեխաներին դաստիարակել։ Ну, я думаю, Писание достаточно для того, чтобы изложить ясно точку зрения, как Бог смотрит на эти вещи и какая есть воля Божия. Ես կարծում եմ, որ Սուրբ Գիրքը հերիք է, որ մարդը պատկերացում ունենա, թե ինչպիսին է Աստծո կամքը։ Конечно, если, скажем так, если пастор женат и у него есть дети, есть определенные, скажем, практические, возможно, нюансы, которые он может использовать, чтобы пояснить, как это истинно применяется, ну, вот, в его воспитании. То есть у него есть опыт уже. Ну, я говорю, если другой пастор, по сравнению с пастором, который Ահա, не был... всё, по Да, сравнению։ да. Ուրիշ բան է, որ օրինակ լինի էլի մի հովիվ այդտեղ, որ ինքը ամուսնացած է, ունի երեխաներ եւ այն խնդիրը, որը որ մոտեցել են ինքը անձնական փորձառություն ունի, թե ինչպես վարվել կոնկրետ այդ իրավիճակում, դա այլ հարց է։ Но тут нужно быть очень осторожным, Բայց այստեղ պետքա շատ ուշադիր լինել։ Զգույշ, потому что есть другая крайность. որովհետեւ կա մյուս ծայրահեղությունը։ Потому что есть, скажем так, есть пастора, и это не только пастора, но может даже быть, скажем так, целая церковь, Եվ կարող է լինել ոչ միայն հովիվներ, այլ այդ ծայրահեղության մեջ կարող ամբողջ եկեղեցին լինել, которая решила, мы будем вот так воспитывать детей, и вот практические правила, как нужно, ну, они расписывают там, не знаю, там, с 1 до 3 лет, с 3 до, не знаю, 12, с 12 до 18 или еще что-нибудь. Ну, что нужно делать и в каких случаях. եւ այդ եկեղեցիները օրինակ կամ հովիվը գրեն կանոններ, որ կիրառելի է բացարձակ բոլոր դեպքերում, օրինակ 1-ից 3 տարեկան այսպես պետք է դաստիարակել, 3-ից 5 տարեկան այսպես պետք է դաստիարակել։ И они прописывают, что вот именно вот такая методология является правильным применением Писания. Եվ օրինակ պնդեն, որ այս մեթոդը հենց ճիշտ կիրառությունն է Սուրբ գրքի հատվածի։ Но это их опыт, и не всегда это означает, что он 100% будет работать в других. Բայց դա իրենց փորձառությունն է եւ չկա 100%-անոց երաշխիք, որ այլ իրավիճակներում դա կաշխատի նույն կերպ։ Но иногда этот опыт преподносится чуть ли не со словами «так говорит Господь». Բայց երբեմն մարդիկ իրենց այդ փորձառությունը այնպես են ներկայացնում, որ համարյա ասում են այսպես է ասում Տերը ու նոր սկսում են խոսել։ И я наблюдал, что некоторые, ну, если мы говорим о вопросе воспитания детей, некоторые родители были настолько строгими и так считали, что так всегда нужно делать, а потом через лет 15 они просто меняют свою точку зрения. Եվ ծնողներ են եղել, որ օրինակ շատ համառ ձևով հարել են մի տարբերակի, թե օրինակ ոնց պետք է դաստիարակել երեխաներին ու մի քանի տարի հետո փոխել են իրենց մոտեցումը։ Поэтому, если мы имеем какой-то опыт применения истины, мы должны быть осторожными, чтобы не возвести в его, ну, в ранг того, что так должны обязательно делать все остальные. Դրա համար երբ որ մենք ունենում ենք մի փորձառություն, պետք չի անպայման
ենթադրել կամ պարտադրել, որ մնացած բոլորը այդպես պետք է վարվեն։ И такой же аргумент, по сути, был, или менталитет, был и в книге Иова. Եվ ըստ երևույթին նմանատիպ հենց փաստարկել Հոբի գրքում կա։ Посмотрите сейчас. Так, это какая глава? Сейчас я найду 40, не 40, 30. Так, книга Иова. Сейчас я найду слова, секундочку. Так. Մի հատ հարց էլի միջև դասախոսը բանկանի Հա, Մովսեսը հոբից նու սենց ասեմ էլի քանի տարի հետո է գրել էլի ասկնյանց մեջ այս ինչքան տարածություն կա հոբի գրքի պատմության հոբի կյանքի ու հասկացել արդեն Մովսեսի Вы нашли? Да. А можете 30... перед тем, как читать это... Ладно, давайте это закончим, потом другой вопрос. Да. Там. Поэтому вот эта идея, что ты должен обязательно иметь опыт, иначе ты не можешь учить. Այս գաղափարի համար, որ պարտադիր դու պետք է փորձառություն ունենաս, թե չէ դու չես կարող սովորեցնել։ То мы видим, что в 32 главе, оказывается, пришли трое, но их было четверо. Մենք 32-րդ գլխում տեսնում ենք, որ եկել են 3-ը, բայց իրենք 4 հոգով էին բարձվում։ Иуй молчал, и его не видно было. Այսինքն հոբը լռում էր, ինքը չէր երևում։ И мы понимаем, что три друга Иова, они, скажем так, не знали контекста и оценивали и обвиняли Иова, со своей точки зрения опыта и там, богословия. Եվ այդ 3 ընկերները չգիտեին հոբի համատեքստը, եւ իրենց աստվածաբանության հասկացողության լույսի ներքո էին խոսում։ И мы видим, что когда они замолчали, перестали отвечать, то Иов, да, трудно выговорить мне. Да, воспылал гневом. Да. Второй стих. Второй. 32:2. Եվ Արամի ազգատոմից Բուզայի բարակելի որդու Եղիոսի բարկությունը բորբոքվեց։ Նրա զայրույթը բորբոքվեց հոբի դեմ, քանի որ սա իրեն Աստծուց ավելի արդար էր դուրս բերում։ Поэтому он злится на Иова, потому что он там слишком много себя оправдывал. Այսինքն նա բարկանում է հոբի вրա, որովհետև նա շատ է իրեն արդարեցնում։ И на друзей троих злится, потому что они не знали, что ему отвечать. Եվ երեքի վրա էլ է ճղայնանում, որովհետև նրանք չգիտեին ինչ պատասխանել։ И мы видим, что в 4 стихе он ждал, пока Иов говорил, потому что они были старше его. Եվ մենք 4 համարում տեսնում ենք, որ Եսուսը սպասում էր, որ հոբը խոսքերը ավարտեր, որտեղ իրենք մեծ էին։ И мы видим, что он молчал из-за уважения, и в 7 стихе он говорит: я говорил сам себе, пусть говорят дни, многолетия получают мудрости. Եվ 7-րդ խոսքում նա ասում է, ես ասացի, թող երկար օրերը խոսեն ու տարիների բազմությունը թող իմաստություն ուսուցանի։ Но 8-9 стих прочитайте. Եվ 8-9-ն ենք կարդում, բայց մարդու ներսում հոգի կա ու ամենակալի շունչը նրանց հասկացողություն է տալիս։ Միշտ չէ, որ մեծ մարդիկ իմաստուն են լինում, ոչ էլ տարեցներն են միայն, որ հասկանում են իրավունքը։
Поэтому не только те, которые имеют опыт, не только те, которые старые, могут понимать. Молодые тоже. Դրա համար միշտ չի, որ ավելի տարեցները պարտադիր ավելի շատ բան են հասկանում։ Ну, поэтому моя точка зрения, ну, если ты молодой, да, ты должен быть осторожным, но с Божьей помощью и здравой экзегетикой и толкованием ты можешь провозглашать истину. Դրա համար իմ կարծիքով եթե դու երիտասարդ ես պետք է զգույշ լինես, բայց Աստծո շնորհքով ու ճիշտ էքզեգետիկով դու կարող ես հասնել արդյունքի։ И здесь вопрос брата заключается в этом. Сколько, Да, я тут. как вы, как вы ответите на этот вопрос? Сколько промежуток прошло между написанием книги Иова и Моисеем, который написал Пятикнижие? 3 года, 2 месяца и 5 дней. 3 տարի 2 ամիս։ Я не знаю. Ну, приблизительно. Не знаю. Не знаю, да? Да, извините, братья. Ага. Ну, я знаю, что многие считают книгу Иова вообще первой книгой, поскольку нет ссылок на какую-либо другую книгу Ветхого Завета. Բայց ես գիտեմ, որ որոշները հոբի գիրքը ընդհանրապես մտածում են, որ առաջի գիրքն է գրված, որովհետև չկա ոչ մի հղում ակնարկ ուրիշ գրքի։ Ну, с этим вопросом я могу подождать до вечности, там решим. Բայց ես հարցեր կապած կարող եմ սպասել հավիտենության մեջ կորոշենք։ Хорошо, делаем перерыв. Դադարվեցնենք։